Adobe Illustrator 25 թվականի տարբերակում հնարավոր է դարձել նաև չափել օբյեկտների մակերեսները, ինչպես նաև նրանց միջի հեռավորությունները կամ օբյեկտի հեռավորությունը artboard-ից։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է չափել տվյալ օբյեկտի կամ օբյեկտների մակերեսը։ Դրա համար մենք պետք է Direct Selection գործիքով ընտրենք մեր օբյեկտը, որից հետո մենք ընտրում ենք Measure tool-ը, որը օգտագործվում է չափերը որոշելու համար, եւ եթե մենք այժմ սեղմենք որևէ միտեղ մեր դեսկտոպի վրա, ապա կբացվի info վահանակը, որտեղ դուք կարող եք տեսնել այս օբյեկտի մակերեսը։ Այն ներկայացված է պոինտներով, եւ եթե մենք ցանկանում ենք փոփոխենք չափման միավորները, մենք պետք է բացենք Area option-ները եւ այստեղից օրինակ տանք սանտիմետրներ, ինչպես նաև ճշտությունը եւ մասշտաբը 1:1-ի, 1:50-ի կամ ընտրովի, եթե ցանկանանք, եւ այստեղից մենք այն կարող ենք անել save։ Եթե մենք նորից ընտրենք measure գործիքը, ապա մենք կարող ենք տեսնել, որ մեր մակերեսը այժմ հաշվել է սանտիմետր քառակուսի միավորներով։ Եթե մենք ունենք որևէ մի բացատված եւ ցանկանում ենք հաշվել նրա մակերեսը, ապա ընտրելով նրան Direction գործիքով մենք սեղմելով Measure tool-ը այստեղ կարող ենք տեսնել այս տիրույթը։ Եթե մենք ունենք բացատված, որի մեջ չկա գույն, ապա մենք հնարավորություն չունենք չափել այդ տիրույթը։ Եթե մենք ունենք երկու օբյեկտ Adobe Illustrator-ում, որոնք ստեղծել են compound փաթեր, այսինքն միավորված օբյեկտներ, եւ ցանկանում ենք չափել տիրույթը, ապա եթե մենք ընտրենք մեր Measure գործիքը, դուք կտեսնեք այստեղ, որ չափվեց կոնկրետ օբյեկտների, այս երկու օբյեկտների տիրույթը, բայց ընդգրկված չէ այս անցքը։ Որ այն մենք կարողանանք չափենք, մենք պետք է սեղմենք Shift-ի ստեղնաշարի վրա եւ նորից սեղմենք Measure գործիքով։ Այդ դեպքում արդեն մենք կստանանք այս 3 տիրույթների ընդհանուր մակերեսը։ Եթե մենք ուզում ենք հանենք որևէ մի մակերես, մենք պետք է նորից Shift-ով սեղմենք եւ այժմ այստեղ մեր մակերեսը փոքրացավ։ Նույն ձևի մենք կարող ենք սեղմել տիրույթի վրա եւ նորից տեսնենք, որ այժմ չափվեց միայն մեր ձախ կողմի այս մակերեսը։ Նույնը կարելի է անել, եթե մենք ունենք երկու հատ օբյեկտ, այժմ ունենք այս երկու ուղղանկյունը, որոնք հատվում են։ Եթե մենք սեղմենք Shift-ը սեղմելուց հետո, մենք կստանանք այս տիրույթը։ Եթե մենք այժմ Shift-ով ավելացնենք երկրորդ տիրույթը, դուք կտեսնեք, որ այժմ մենք կստանանք այս ուղղանկյան մակերեսը։ Եվ եթե Shift-ով սեղմենք երրորդ օբյեկտի վրա, ապա մեր մակերեսի չափը կմեծանա։ Նույն ձևով կարելի է Shift-ով սեղմել այս ընդհանուր տիրույթի վրա, եւ այժմ մենք կարող ենք չափել այս երկու ուղղանկյուններով ստեղծված մակերեսը, որ իր մեջ չի ընդգրկում այս ընդհանուր տիրույթը։ Եթե մենք ունենք տառ, ապա այդ տառը չափելու համար մենք նախօրոք այն պետք է վերածենք outline-ի, այսինքն օբյեկտի, եւ դրանից հետո եթե մենք ընտրենք Measure գործիքը, ապա դուք կտեսնեք այստեղ այն տիրույթը, որի մակերեսը չափվեց եւ դա իրենից ներկայացնում է մեր տառի տիրույթը։ Բացի դրանից Adobe Illustrator-ում այժմ ավելացվել է հնարավորություն չափել հեռավորությունները օբյեկտի։ Եթե մենք ընտրում ենք որևէ օբյեկտ եւ սեղմում ենք Alt-ի վրա, mouse-ով hover ենք անում, այսինքն անցնում ենք նրա վրայով, դուք տեսնում եք, որ մենք այժմ ստացանք նրա հեռավորությունը artboard-ի եզրերից։ Եթե մենք ցանկանում ենք հաշվել այդ օբյեկտի հեռավորությունը որևէ օբյեկտից, մենք պետք է mouse-ով hover անենք այդ հաջորդ օբյեկտը եւ համապատասխան կստանանք այդ հեռավորությունները։ Եթե մենք ունենք խմբեր,
ապա իլյուստրատորը կչափի այդ երկու օբյեկտներով օրինակ կազմված հեռավորությունը համապատասխան օբյեկտներից կամ artboard-ներից։ Այս հնարավորությունները, որը ընդգրկվել է նոր իլյուստրատորում, հնարավորություն է տալիս մեզ չափել օբյեկտների մակերեսը, նաև օբյեկտի հեռավորությունը artboard-ի եզրերից եւ այլ օբյեկտներից։